Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում հետաքրքիր իրադարձությունների պակաս կարծես երբեք չի լինում։ Սյուժեն այնքան խիտ է լարվածությամբ, ցավով, սիրով, դավաճանություններով ու երկար տարիներ թաքցված ճշմարտություններով, որ յուրաքանչյուր նոր սերիա դառնում է նոր փորձություն թե հերոսների, թե հեռուստադիտողների համար։ Եվ հիմա, երբ սերիալը մոտենում է իր ավարտին, ամեն բան սկսում է շարժվել դեպի այն նշանավոր ճակատագրական գագաթնակետը, որտեղ ամեն հերոս ստանալու է իր ընտրության գինը։ Վերջին օրերին հրապարակված կադրերը լուրջ տագնապ են առաջացրել հեռուստադիտողների շրջանում։ Սերիալի ամենակոնֆլիկտային, ամենաբարդ ու ամենավնասաբեր կերպարներից մեկը Լիլիթը հայտնվել է շատ ծանր հոգեբանական վիճակում։ Նրա կյանքը փուլ է գալիս միանգամից մի քանի ճակատում։ Սոսը վերջնականապես հրաժարվում է իրենից, ստիպում, որ ապահարզան ստորագրի, և բնականաբար այդ ամենը Լիլիթին բերում են հոգեկան անհավասարակշիռ վիճակ։ Ապահարզանի պահանջը հոգեպես կոտրում է նրան։ Դուստրը Բագրատի, ով այդպես էլ քանդեց իր դստեր ճակատագիրն ու ամեն ինչ արեց, որպեսզի երբեք երջանիկ չլինի, այժմ կոտրված է ու հայտնվել է անդունդի եզրին։ Արամը միակ մարդն էր, որ կարող էր փրկել մորը, բայց նա դուրս է անում Լիլիթին Սոսի տանից։ Այս ամենը բնականաբար Լիլիթին հասցնում է այնպիսի խելագարության եզրին, որ նա կորցնում է ինքնակառավարումը։ Տեսանյութում երևում է, որ Լիլիթն ու Արամը ավտոմեքենայի մեջ բարձրաձայն վիճում են։ Արամի ձայնը խառնված է հուսահատության ու զայրույթի, իսկ Լիլիթինը՝ վիրավորանքի, հիստերիայի ու շփոթության։ Նա մեղադրում է որդուն իրեն տնից դուրս անելու, իրեն միայնակ թողնելու, իրեն չհասկանալու համար։ Բայց ամենավտանգավորն այն է, որ Լիլիթը կորցնում է վերահսկողությունը ու սկսում է խանգարել Արամին վարել մեքենան՝ խելահեղ կերպով պտտելով ղեկը տարբեր ուղղություններով։ Արամը փորձում է նրան հանգստացնել, փորձում է պահել ղեկը, բայց Լիլիթը կարծես չի լսում ոչ մեկին ու ոչ մի բան։ Նրա աչքերում միևնույն ժամանակ կա հուսահատություն, վախ ու բարկություն։ Նա արդեն չի մտածում հետևանքների մասին։ Այս պահը դառնում է սերիալի ամենավտանգավոր և հավանաբար ամենաողբերգական տեսարաններից մեկը։ Հեռուստադիտողները սկսել են ակտիվորեն քննարկել այս տեսարանը կարող է ավարտվել հենց ավտովթարով, և եթե այդպես լինի, ապա ամենայն հավանականությամբ Լիլիթը կարող է մահանալ։ Ինչու է նման ենթադրությունը դարձել այսքան ուժեղ։ Լիլիթի հոգեկան փլուզումը հասել է այն կետին, որ նա կարող է անկառավարելի քայլեր անել։ Սերիալին մնացել են հաշված օրեր, և սա ամենահարմար պահն է նրա կերպարի ավարտը խորը դրամատիկ լուծմամբ ներկայացնելու համար։ Նրա գործողությունները ծայրահեղ վտանգավոր են, և հենց այդ ռիսկը կարող է վերածվել ողբերգության։ Բացի այդ, քչերն են պատկերացնում այլ ելք Լիլիթի համար։ Նրա բոլոր սխալները, մեղքերը, զայրույթն ու չարությունը այնքան երկար են կուտակվել, որ թվում է սցենարական կարգին վերջը մոտ է։ Լիլիթի մահը, իհարկե, կարող է դառնալ սերիալի ամենամեծ շրջադարձերից մեկը։ Սոսը կարող է ապրել ծանր մեղքի զգացում, անկախ նրանից, թե որքան դժոխք էր նա ապրել Լիլիթի կողքին։ Արամը կտառապի, որ վերջին խոսքերը մոր հետ եղել են գոռգոռոց ու մեղադրանքներ։ Չնայած բոլոր ենթադրություններին, մի բան հաստատ է՝ սերիալին մնացել են հաշված օրեր, ու այս օրերին տեղի ունեցող յուրաքանչյուր դրվագ կարող է դառնալ ճակատագրական։ Լիլիթի ապագան մնում է մեծ հարցական, բայց մեկ բան հստակ է՝ Դիանա Գրիգորյանը սերիալը չի ավարտելու հանգիստ, խաղաղ ու կանխատեսելի։ Կլինեն ցավ, շոկ, արցունքներ, անակնկալներ և մեծ բացահայտումներ։ Եվ սա է պատճառը, որ «Վերջին զանգը» հեռուստասերիալը շարունակում է մնալ ամենադիտված հայկական սերիալներից մեկը։ Իսկ մինչ տեղի կունենան այս և այլ շատ հետաքրքիր իրադարձություններ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին, և ոչ միայն չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչպիսի ավարտ եք ցանկանում տեսնել Լիլիթի կերպարի համար, և արդյոք կարծում եք, որ այդ տեսանյութը հենց նախերգանքն է, որ Լիլիթի կերպարը շատ շուտով ավարտվելու է ողբերգական կերպով։
Տեսանյութից, ինչպես արդեն նշեցինք, պարզ է դառնում, որ մայր ու որդի վիճում են։ Արամը Լիլիթին դուրս է անել տանից, որովհետև կարծում է, որ նա վտանգավոր է հատկապես իր հղի կնոջ համար, և բնականաբար Լիլիթը նրան մեղադրում է, որ իրեն չի պաշտպանում, այլ պաշտպանում է Սոսին ու Աննային։ Իհարկե, ավտովթար տեղի ունենալու է, որովհետև, ինչպես երևում է, նա ուղղակի ղեկը պտտում է այս ու այն կողմ, բնականաբար Արամը կորցնելու է կառավարումը և հաստատ ավտովթար է տեղի ունենալու, որի հետևանքով ողբերգական դեպքեր են լինելու։ Դե ինչ, սպասենք հետագա զարգացումներին, որոնք լինելու են անկանխատեսելի, հետաքրքիր և իհարկե դիտարժան։ Մնացեք մեզ հետ, որպեսզի տեղեկացված լինեք հենց առաջինը սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի տեսանյութերի մասին առաջին տեղեկությունը ստանաք հենց դուք, իսկ հաջորդ տեսանյութերում կբացահայտենք ավելի հետաքրքիր գաղտնիքներ, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինել։